Բարև բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր նախորդ եթերների ընթացքում նշեցինք, որ ապագա հաղորդումներում մենք անպայման կանդրադառնանք ոչ միայն հայկական Սփյուռքի համայնքներին, այլև Սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին, անհատներին, նրանց հայրենանվեր եւ հայապահպան գործունեությանը։ Եվ ավասիկ այսօրվա մեր թողարկումը կնվիրենք Սփյուռքի նշանավոր հայկական հարցի խնդիրներով եւ պահանջատիրությամբ ամենածավալուն աշխատանքը կատարող հայ հեղափոխական դաշնակցության հայ դատի հանձնախմբին։ Մի կազմակերպություն, որն 1944 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք է կատարել հայոց պահանջատիրության, ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի եւ առհասարակ հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Բնականաբար այդ տարողունակ աշխատանքը մեկ նույնիսկ մի քանի հաղորդումների ընթացքում ամբողջական ներկայացնել հնարավոր չէ։ Ուստի մենք որոշեցինք յուրաքանչյուր ամիս մեր հաղորդումներից մեկը նվիրենք հայ դատի նրա միավորների կատարած աշխատանքին։ Իսկ այսօր առաջարկում եմ առհասարակ զրուցել հայ դատի հանձնախմբի ձևավորման, նրա անցյալի պատմության եւ կատարած աշխատանքի հիմնական գծերի մասին, նաեւ այն առաջնահերթությունների, որոնք հիմնականն են հայ դատի աշխատանքներում։ Այս պահին առաջարկում եմ դիտել փոքրիկ մի տեսանյութ, որից հետո մեր տաղավարում կզրուցենք հայ հեղափոխական դաշնակցության հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ Հայ հեղափոխական դաշնակցության հայ դատի հանձնախումբը աշխարհում հայտնի թերևս ամենամեծ հայկական լոբիստական կազմակերպությունն է։ ՀՅԴ հայ դատի հանձնախումբն այս անունով գործում է ավելի քան 80 տարի, սկսած 1944 թվականից, սակայն նրա ակունքները գալիս են ավելի վաղ ժամանակներից։ Դաշնակցության հիմնադրումից ի վեր նրա գործունեության մաս են կազմել նաև արտերկրում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերն ու առհասարակ նրա շահերի պաշտպանությունը։ Այդ հարցում կարևոր հանգրվան էր կուսակցության երկրորդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշվեց թափ հաղորդել Եվրոպայում քարոզչական գործունեությանը։ Եվ ահա 1900 թվականին Փարիզում լույս տեսավ Պրո-Արմենիա հանդեսը, որպես հայ ժողովրդի դատի պաշտպանության միջազգային օտարալեզու հրատարակություն։ Պրո-Արմենիա ֆրանսերեն երկշաբաթաթերթ լույս է տեսել Ֆրանսիայում 1900-1914 թվականներին։ Հրատարակության նախաձեռնողն էր Քրիստոֆոր Միքայելյանը, գլխավոր խմբագիրը Պիեր Քիյարը։ Խմբագրական կոմիտեի անդամներն էին նշանավոր անհատներ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը եւ ուրիշներ։ Նպատակն էր ֆրանսիական եւ միջազգային հասարակությանը ծանոթացնել հայկական հարցին, հայ ժողովրդին ցույց տալ օգնություն եւ օժանդակություն, Եվրոպայում ուժեղացնել հայանպաստ շարժումը։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո ձևավորվեց Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն, որի նպատակն էր Հայաստանի անկախության ու պետականության պաշտպանությունը։ 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նույնպես շարունակում էր լինել այն կազմակերպությունը, որի միջոցով հայ հեղափոխական դաշնակցությունը միջազգային մակարդակով վարում էր քաղաքական, հարաբերական եւ քարոզչական աշխատանքներ հանուն հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախության վերականգնման։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին 1944 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ հեղափոխական դաշնակցությունը կազմեց հայ դատի հանձնախումբ, որը Նյու Յորքում ունեցավ գրասենյակ եւ հայ ժողովրդի իրավունքների խնդիրը ներկայացրեց նորակազմ միավորված ազգերի կազմակերպությանը։ Դաշնակցության հայ դատի գրասենյակի առաջին պատասխանատուն Հայաստանի առաջին հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանն էր։ Հայ դատ նստեության գրասենյակների եւ հանձնախմբերի ցանց է, որոնք աշխարհի տարբեր երկրներում իրականացնում են լոբիստական, դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքներ ի նպաստ Հայաստանի եւ հայության։
ՕԻԴ հայդատի գործունեության հիմնական առաջնահերթությունները ձևավորվում են ելնելով տվյալ պատմական հանգրվանում հայությանն ուզող գլխավոր մարտահրավերներից։ Այդ ուղղություններն են արցախայության հիմնախնդիրները, արցախյան շարժումից մինչև Արցախի հանրապետության անկախության ճանաչում, այսօր արդեն արցախցիների տունդարձի եւ այլ իրավունքների պաշտպանության հարցեր, Հայաստանի հանրապետության միջազգային կապերի բարելավումը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, հատուցման հարցերը, ջավախայության խնդիրները, միջազգային հարթակներում հայանպաստ բանաձևերի եւ որոշումների ընդունումը, ինչպես նաեւ հակահայ բանաձևերի եւ որոշումների ընդունման կանխարգելումը։ Անկախ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից հայդատի գրասենյակներն ու հանձնախմբերը միշտ նույն ակտիվությամբ իրականացրել եւ այսօր շարունակում են իրականացնել իրենց աշխատանքները։ Հայդատի գրասենյակներ ու հանձնախմբեր կան աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Հայդատի կառույցը բաղկացած է շուրջ 7 տասնյակի հասնող եւ աշխարհի շուրջ 30 երկրում գործող տարածաշրջանային, շրջանային, նահանգային եւ քաղաքային մակարդակների վրա աշխատող հանձնախմբերից։ ՕԻԴ հայդատի տարածաշրջանային հանձնախմբերն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի հանձնախմբերը։ Բոլոր երկրներում հայդատի գրասենյակները տարիներ շարունակ աշխատանք են իրականացնում եւ նույնիսկ անձնապես հարաբերություններ ստեղծում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական կառույցների հետ։ Հենց այս աշխատանքն է տալիս հայանպաստ արդյունքներ։ Օրինակ, որևէ երկրի կողմից հայոց ցեղասպանության դատապարտման, նահանգի եւ քաղաքային խորհրդի կողմից Արցախի անկախության ճանաչման եւ շատ այլ արդյունքների։ Մի շարք կարևոր հաջողություններ, ինչպիսիք են օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, տարբեր երկրներում Արցախի բարեկամների խորհուրդների ստեղծումը, Ստեփանակերտում Արցախի բարեկամների համաժողովի իրականացումը, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տարբեր հայանպաստ բանաձևերի ընդունումը, որոշ երկրներում հայոց ցեղասպանության մասին ուսուցումը կրթական դասընթացի պարտադիր մաս կազմելը պարտական են հայդատի նվիրյալներին։ Այսօր էլ աշխարհի 4 կողմերում հայդատի հանձնախմբերը կազմակերպիչն ու մասնակիցն են բոլոր այն բողոքի ակցիաների եւ ցույցերի, որոնք ուղղված են որևէ երկրում հակահայ նախաձեռնության եւ հայտարարության։ Հայդատի հանձնախմբերը աշխարհում հայ ժողովրդի արդարացի պահանջների եւ ազգային իրավունքների համար պայքարի յուրօրինակ խորհրդանիշ է։ Բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է նվիրված Հայ հեղափոխական դաշնակցության հայդատի հանձնախմբի աշխատանքներին։ Եվ ինչպես հաղորդման սկզբում նշեցի, այսօր հաղորդման այս հատվածում մեր տաղավարում կզրուցենք Հայ հեղափոխական դաշնակցության հայդատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։ Ողջույն պարոն Մանոյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք մեր հաղորդման ընթացքում տեսանյութ եթեր հեռարձակեցինք, որտեղ հակիրճ անդրադարձանք հայդատի հանձնախմբի պատմությանը, բայց պիտի խնդրեմ ներկայացնեք ձեր կարծիքով հայդատի պատմությունն առհասարակ նրա զարգացումը ինչ փուլերի կարելի է բաժանել, դուք ինչ փուլերի կբաժանեիք։ Տեսեք, դաշնակցության համար հայդատը մի հատ ամբողջություն է, որ դաշնակցության հիմնադրության առաջին օրվանից մաս է կազմել իր աշխատանքներին եւ իրականում հայդատի հանձնախումբ անունով գործել է 1944 թվականից, բայց 1900-ականների դեռ 1890-ականներից Պրոարմենյան, եթե չեմ սխալվում, առաջիններից մեկն է։ Այսինքն պրոարմենյան մեկ երևույթներ դրա, որպես նաև թերթ կամ հաղորդակցության միջոց էր օգտագործվել նույն օտար հայամետների խմբակրությամբ, բայց օրինակ շատ աշխատանքներ խորհրդարաններում հարցերի բարձրացում, հանրահավաքներ, օտարների մասնակցությամբ եւ այլոց մասնակցությամբ եւ այլն, այս բոլորը սկսել են դեռ 1890-ականներից։ Եվ ուրեմն 1944-ից հետո, եթե հաշվենք,
այսին ձեր հարցի պատասխանելու համար, ես գասեի հիմնական 3 փուլեր, մեկը հիմնադրության օրվանից մինչև 1965, այսինքն հայոց ցեղասպանության 50-րդ տարելից, մյուսը 65-ից մինչև 88, Արցախյան շարժում, եւ երրորդը 88-ից մինչև այսօր, որտեղ եթե առաջի փուլին իրականում գլխավոր պահանջը բանացեված էր եւ ներկայացված, այնպես չէ որ ես եթե դարբեր բան է բանացեված չի նշանակում որ հրաժարվել ենք մնացածից, բայց բանացեված էր հայկական տարածքների Թուրքիայից վերադարձ 65-ից արդեն 50-րդ դարի լիցեարիտով հիմնական 2 պատճառով, նախ սարը պատերազմի մեջտեղներ եւ ուրեմն մի քիչ անհասկանալի էր արևմուտքի մեջ ասել որ մենք ուզում ենք արևմուտքի մաս կազմող Թուրքիայից տարածք, որովհետեւ միացվի սովետական միության մաս կազմող խորհրդային Հայաստանին, ուրեմն առավել, քանի որ արդեն 51 թվականից ուժի մեջ էր մտել ընդհանրապես ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան, դա ավելի հասկանալի էր, որոշվեց, որ ավելի ճիշտ կլինի ցեղասպանության ճանաչման ճանապարհով գնալ հասնել նույն Թուրքիայից տարածքների պահանջին, թեև իրավականորեն իրար հետ կապ չունեն, բայց այդ էր քաղաքական պատկերացումը, իսկ 88 թվականից Արցախյան շարժումը, որը սկսվեց, առ այսօր կարելի է ասել, որպես հիմնական առաջնահերթությունը Արցախյան խնդրի կարգավորման աջակցությունն է։ Եվ հիմա արդեն այս իրականությունում արցախցիների հետ վերադարձը Դա էլ ես ամբողջը մեկ դնում եմ Արցախի, այսինքն Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերնակրի տակ, այո, բնականաբար, այսօր դարբեր են այն իմաստով, որ եթե մինչև 2023 նույնիսկ, այսինքն 2020-ից հետո էլ, մինչև 2023 Արցախի հանրապետության ճանաչումներ հիմնական բանացևումը եւ նպատակը թիրախը 2023-ից հետո Արցախահայերի իրավունք, արցախցիների ընդհանրապես իրավունք, որ նույնիսկ տեղահանված վիճակով իրենք ինչ վարկավիճակ էլ որտեղ որ ունենան լինի Հայաստանում թե այլուր պետք է որ պաշտպանվեն իրենց իրավունքները եւ հիմնականը այդ գծով վերադարձի իրավունքն է իրենց հայրենի օջախներ վերադառնալու իրավունքը, որը իթեպ առաջի 10 գետերի մեջ չէ միջազգային հարաբերություններում, բայց ընդհանուր առմամբ վերցրած միջազգային հարաբերությունների օրակարգում կա տարբեր պետություններ, տարբեր գազམ་ակերպություններ հաճախ խոսել են եւ դեռ խոսում են այդ մասին։ Մյուս անպայման գերիների վերադարձն է Ադրբեջանից եւ հայկական մշակութային ժառանգության պահպանումը Արցախում։ Շնորհակալություն։ Տեսեք, շատերը լսել են մեր հեռուստադիտողները բնականաբար հայդատի հանձնախմբերի կատարած աշխատանքներ, որոնք տարբեր առիթներով մենք լսում ենք լրատվությամբ եւ այլն, բայց ռեալ պատկերացում մեր հասարակության մեջ ինչու՞ չէ նաեւ որոշակի խորացված կարծես թե չկա։ Հայդատի հանձնախմբերը կամավորական աշխատանքով են այստեղ մարտիկ ներգրաված, պարտադիր է լինեն դաշնակցական, պարտադիր լինեն հայեր, թե ինչպես։ Կուզենամ մի փոքր ավելի, այսպես ասած, պարզ ներկայացնեք։ Մի բան ասեմ, կարող է ձեր լսողները զարմանան, դաշնակցությունը դեռ Հայաստանի Հանրապետություն չեղածել, օրինակ իր կանոնացությամբ պայման չէր դնում, որ դաշնակցության անդամ լինելու համար պետք է հայազգի լինես։ Կարևոր եթե այդ նպատակներին կհավատաս, Օտարազգին կարող է լինել դաշնակցական, եթե կիսում է գաղափարը։ Այո, օտարազգին այսօր Հայաստանի Հանրապետության մեջ դա այդպես է բարձ է, քաղաքացի է եւ այլն, բայց ես ասում եմ դեռ չեղած վերանգախացած Հայաստան, դաշնակցությունը այդ մտածումը, ուրեմն սկսենք տեղից, որ ոչ հայտարարի համագարկում գործելու համար պարտադիր չէ որ դաշնակցական լինես, ոչ էլ պարտադիր է որ հայազգի լինես, կան տարբեր շրջաններում նույնիսկ իրենց հայտարարի բարեկամներ են,
կոչում մարդիկ շրջանակներ, որոնք հավատում են առաջնահերթություններին, նպատակներին եւ այդ ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, հայտարարի համագարկը երկու ձևի օղակ ունի, այսպես։ Մեկը, որ հիմնականն է, առանց դրան չեր լինի, կամավորական աշխատանքն է եւ այսպես կոչված հանձնախմբերն են, որոնք տարածված են։ Տարածված են նայած, որ երկրի մասին ենք խոսում եւ այդտեղ ինչ ա եղել փորձառություն եւ այլն։ Մյուսը, որ նույնիսկ 1944-ին, որովհետեւ 1944-ին, որ հիմնվեց եւ Սիմոն Վրացյանը վարում էր Նյու Յորքում հաստատված հայտարարի գրասենյակը, դա ինչ որ աշխատավարձ էր ենթադրում։ Ուրեմն կա նաեւ այդ օղակը, որ հատկապես 70-ականներից հետո, նախորդ դարու 70-ականներից հետո ավելի ծավալ ստացավ, այսօր կարելի է ասել, որ ունենք մոտ 8-9 գրասենյակներ, գրասենյակ ասածը առնվազն մեկ աշխատող ունեն եւ այդ 8-9 գրասենյակներում կարծում եմ մոտ 20-ից 25 աշխատող կա, որոնց աշխատանքը հայտարարի խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանք տանելն է իրենց երկրներում։ Հիմնականը պետք է ասել, որ հատկապես գրասենյակները հենց Միացյալ Նահանգներում են, օրինակ կա Վաշինգտոնի գրասենյակը, կա Արևմտյան ափի գրասենյակը, կա Արևելյան ափի գրասենյակը, դեռ 1-2 դեղական հանձնախումբ էլ ունի գրասենյակ, բայց կա օրինակի համար Բուենոս Այրեսի գրասենյակ որպես հարավային Ամերիկայի, կա Օտավայի գրասենյակը որպես հայտարարի հանձնախմբի Կանադայի հանձնախմբինը, Աթենքում կա հայտարարի գրասենյակ, բավական կարևոր Թեհրանում կա հայտարարի գրասենյակ, այդտեղ կառույցը եւ այլն բավական տարբեր է, Մոսկվայում կա, Մերձավոր Արևելքի համար կա, անշուշտ Եվրոմիության համար Բրյուսելի գրասենյակը, որ մի քանի հոգի են աշխատում եւ այլն։ Ամենակարևոր մեկ այլ հաստատումը նաեւ որ պետք է անել հայտարարի աշխատանքների համար, հայտարարի հանձնախմբերը աշխատում են որպես տվյալ երկրի կամ տարածաշրջանի հայազգի քաղաքացիների քաղաքական տեսակետները արտահայտող։ Կարող է տեղից տեղ շեշտադրումների տարբերություն լինի, նայած այդ երկրի քաղաքական մշակույթին եւ որոշ չափով գործելավոճի տարբերություն էլի տվյալ երկրի, տվյալ տարածաշրջանի քաղաքական մշակույթից մեկնած։ Ասում էի, որ օրինակ Թեհրանում բավական յուրահատուկ դրվածք ունեն, մինչդեռ օրինակ Ամերիկայում տարբեր է դրվածքը եւ Ամերիկայի բարակային պիտի ասել, որ էլի մեկնելով երկրի քաղաքական մշակույթից շատ է օգտագործվում նաեւ նոր տեխնոլոգիան, այսպես ասած։ Օրինակ ես հիշում եմ, դեռ միայն այսօրվա մասին չէ, եթե չեմ սխալում, տարին 2011 էր, երբ էր, որ հանկարծ որոշեցին մի շարք պետություններից քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ հանկարծ կասեցնել ու ընդհանրապես իսլամ պետությունների ցուցակներ առաջին ցուցակը, երկրորդ ցուցակում նաև սբրտեց Հայաստանի անունը, որ մի հատ էլ քրիստոնյա թող լինի, այպենական ղարքով Հայաստանն էր, ուրբաթ օրը այդ հայտարարվեց, երկուշաբթի օր որոշումը ելեր էր, ինչու, այսինքն փոխել էին, որովհետև ուրբաթից մինչև երկուշաբթի տասնյակ հազարավոր հայեր, որոնք հայտարարի Ամերիկայի հանձնախմբի այդ տեխնոլոգիական բաներ եւ հաշվառված են, այսինքն իրենք այսպես ասած արագ հագաստող բանակն է եւ ուրեմն ամիջապես իրենց դերակ բահված էր, իրենց ասված էր սա արեք, իրենք էլ արել էին, բայց դա այդ սա անելը նույնիսկ տեխնոլոգիապես հեշտացված գործ էր, ոչ թե որ կես ժամ պիտի դրամատրել, այն ընդամենը 3 րոպեի մեջ արդեն պետք եղածը կանել, արեց եւ օրինակ Հայաստանը ելավ այդ ցուցակից դուրս հանեցին։ Նայած, ասում եմ, ըստ երկրների ինչպես իրենց քաղաքական մշակույթները կաշխատեն եւ ուրեմն այս երկու ծևի բաները կան, մեկը հանձնախումբ, որ կարելի է ասել հարյուրավորներ են դրանց մեջ աշխատողները
եւ գրասենյակները, որ ասեցի 20-25-ի շուրջ է։ Մեկ այլ հիմնական կարևոր հաստակ, այն որ ընդհանրապես կուսակցությունը եւ հատկապես հայտարարի հանձնախմբերը բացառապես սնվում են հայ ժողովրդի միջոցով։ Խոսքս ոչ միայն գաղափարական, բարոյական, այլ նաեւ ֆինանսական իմաստով եւ դա կարևոր է, որովհետեւ նաեւ այդ դիմացի կողմը հանգանակություններ տարբեր տեսակի հանգանակություններ կա մեծակումար հանգանակություններ, կա այսպես ասած փոքրակումար հանգանակություններ, անդամավճար եւ այլն, նայած դարձյալ որ երկրի մասին ենք խոսում, այդտեղ քաղաքական մշակույթը կամ ընդհանրապես մշակույթը ինչ է եւ ուրեմն երբ որ մարդիկ օրինակի համար տեսնում են նույն Միացյալ Նահանգների համար, որ հայտարարի Ամերիկայի հանձնախմբին նվիրատվություններով փոքր $50, $100, $500, այսինքն մեծ գումարների մասին չեմ խոսում, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, դա ինքնին արդեն ինչ-որ բան է նշանակում։ Եվ դա տեսնում են, որովհետև այդ է համագարկը, որ թաքուն չես կարող պահել։ Եվ ուրեմն այս բոլորը դարձնում են հայտարարի ցանցին կամ համագարկին ազդեցիկ։ Մինչև Հայաստանի վերանգախացումը որոշ պետություններում հայտարարի հանձնախմբերը ընկալվում էին նաև որպես Հայաստանի արտաքին գործերի ոչ անկախ Հայաստան, չկար անկախ Հայաստան, Հայաստանի ոչ պաշտոնական տեսփանատուն։ Բայց բնականաբար Հայաստանի վերանգախացումից հետո, երբ որ արդեն կան Հայաստանի Հանրապետության տեսփանատներ, ավելի շեշտ տվեց հայտարարի հանձնախմբերի նկարագրի այդ առաջի կետը, որ ասեցի, որ տվյալ տարածքի հայազգի քաղաքացիների քաղաքական կամքի արտահայտությունը, մանավանդ որ եղան բահեր այսօր առավել եւս, որ հայտարարի հանձնախմբերը ինչ որ տեսակետ են պաշտպանում ինչ որ հարցի շուրջ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը այլ տեսակետ։ Որտեղ նայեք, Հայաստանի բոլոր իշխանությունները ընդգծել են հայերենիք սփյուռք կապերի կարևորությունը, այդ թվում այն կազմակերպություններն են այստեղ էական ու ծանրակշիռ, ովքեր Սփյուռքում մեծ ներկայություն ունեն եւ անցած ճանապարհ ունեն, ինչպես Հայդատի հանձնախմբերը, սակայն միշտ չէ, որ ձեր աշխատանքը, այսպես ասած, եղել է փոխգործակցային կամ ընկալելի Հայաստանի օրվա իշխանությունների համար։ Այս ասում եմ ընկալելի է, պարզապես չեն կիսում։ Չեն կիսում։ Հասկանում են ինչ են անում, դրա համար երբեմն շատ դժգոհ են։ Օտարի համար առավել եւս շատ անընկալելի է, թե ինչու Հայաստանը պիտի այս ասի, Հայդատը։ Տարբերությունը կարող է խնդիր հարուցի։ Ես հիշում եմ օրինակ Կանադայում վերանգախացումից անմիջապես հետո առաջի հանրապետության առաջի նախագահի օրերին, երբ որ մենք աշխատանք էինք տանում, որ Կանադան ճանաչի հայոց ցեղասպանությունը, ասում էին, որ հետաքրքիր է, ես դուք ասում եք, բայց Հայաստանի Հանրապետությունը չի ասում, որ սենց բան մեզնից ակնկալում են, բայց տարբերությունը այսօրվա Հայաստանի իշխանությունների հետ այն էր, որ այն ժամանակ կոներ նույն Հայաստանի իշխանությունները ասում էին, որ սա մեր օրակարգում չկա, օրինակ ցեղասպանության ճանաչումը, բայց սա սփյուռքի հարց է։ Մենք էլ հեշտությամբ բացատրում էինք մեր խոսակիցներին, որ Հայաստանը ցեզից չի բանջում, չի նշանակում, որ ինքը համաձայն չէ անկախության մասին հռչակագիր եւ այլն ամեն ինչ էլ կա, բարձրապես հիմա ինքը ցեզից սա չի ուզում։ Բայց նաեւ չի ասում, որ այս հարցը բարձրացնելը ազգային անվտանգության սպառնալիք է, ընդհանրապես ասում որ սա սփյուռքի հարցն է, թող բարձրացնեն։ Եվ բարձրացվում էր։ Ուրեմն մենք այդ խնդիրը ունեցանք առաջին նախագահի օրով, բայց դեռ իր երկրորդ ժամկետը արդեն շուտ հրաժարվեց, բայց չհրաժարված, արդեն նախաձեռնեց, ասեմ, նույն Հայաստանի իշխանությունները նախաձեռնեցին ինչ որ երկխոսություն քննարկելու համար օրակարգերը եւ օրակարգերը քննարկելու նպատակը այն չէր, երբեք էլ այն չի եղել, չի էլ կարող լինի, պետք չէ լինի, որ անպայման համադրվեն, որովհետև այն բահին, որ հայտարարի հանձնախմբերը, գրասենյակները ընկալվեն որպես Հայաստանի Հանրապետության գծորդ,
ով է լինի իշխանությունը։ Դա արդեն իրենց ազդեցության կեսը առնվազն վերացնում է։ Այսինքն այդ իմաստով հայտարարի հանձնախմբերը շատ տարբեր են սովորական լոբիստական գազམ་ագերություններից, որոնք այս կամ այն պետության կողմից կամ համայնքի կողմից են վճարված ինչ-որ կորձ դանելու համար եւ ընդհանրապես պետությունների կողմից որ վճարվում են, պետք է ասեն, որ իրենք այս պետության շահերն են պաշտպանում։ Այս դեպքում այդպես չէ, որ այսինչ պետության իշխանության քաղաքականությունը չէ, կարող է համընկնի, կարող է չհամընկնի։ Ուրեմն նախաձեռնեց առաջի հանրապետության առաջին նախագահի կողմից նախաձեռնվեց փոխադարձ խորհրդակցություն, որը ինչ որ կերպ դարձավ ավանդություն, նույնիսկ այս իշխանությունների առաջի օրերին արդեն նախադեсված էր արվեց, բայց վերջը լրիվ դադարեցվել է։ Նպատակը իրար տեղեկություններ փոխանցել, որ ով ինչ անում, արդեն յուրաքանչյուր ինքը կորոշի, որ հետո ինչ կանի։ Հիմա խնդիրը սակայն դժվարանում է, երբ որ ավելի է բարտանում, այնպես չէ որ անկարելի է, բարտանում է, երբ որ խոսակիցը ասում է, որ հա գիտեմ դուք սա եք ասում, բայց Հայաստանի իշխանությունները լրիվ հակառակն են ասում։ Այդտեղ բարտանում է եւ անհրաժեշտ է, որ հավելյալ բացատրություն դրվի, թե ինչու այս վիճակն է եւ այս վիճակից դուրս գալու համար ինչ պետք է անեն այդ պետությունները։ Մենք տեսնում ենք, մի քիչ ամաչելու բան է, բայց օրինակ Բելգիայի խորհրդարանը անցնող 5 տարիներին կարծեմ 4 հատ բանաձև որտեղներ է Հայաստանի կամ Արցախի մասին։ Մինչդեռ Հայաստանի խորհրդարանում նույնիսկ չեն էլ քննարկել Արցախի վերաբերյալ։ Նույնիսկ Արցախ բառը արտասանել է դարձել։ Ճիշտ, որևէ հարց չեն քննարկել։ Կամ Եվրոխորհրդարանը բանաձևեր ունի գերիների մասին եւ այլն, Հայաստանի խորհրդարանում այդ խոսակցությունը քննարկումը չկա։ Եվ տարբեր բազմաթիվ տարբեր պետությունների եւ խորհրդարաններում եւ ոչ միայն խորհրդարաններում, նույնիսկ գործադիրի դեպքում կան որոշ դրական դիրքորոշումներ։ Ամեն դեպքում կարծեմ բոլորն էլ հասկանում են, որ այսօր մենք գտնվում ենք աշխարհակաղակական այնպիսի զարգացումների մեջ, որոնց մեջ ուզում է ջարբիկություն անի Հայաստանի այսօրվա իշխանությունները եւ իրականում երկիրը տանում է շատ ավելի վտանգավոր ճանապարհներ, սա չի նշանակում արևմուտքին մոդենալն է վտանգավոր, այլ այս զիգզագը խաղալը, հանգարց Մոսկվային կապվելը, ասել, որ հաշարունակենք խոսակցությունը այս ուղղակի հանդիպման ժամանակ, խոսքա, որ առաջիկա օրերին Մոսկվա պիտի գնա եւ այլն, այս խաղերը ջարբիկությունը ես կասեի, չի կարող պետության համար օգտակար լինել։ Շատ լավ։ Մի կարևոր հարցի անդրադառնանք, հաճախ ես լսում եմ, որ հայ դատականություն, այսպես ասած, այդ արտահայտությունը ոչ միանշանակ է հնչում, այսինքն մարդիկ կան, որոնք այստեղ ծայրահեղ դիրքորոշում ունեն եւ ծայրահեղականության հետ են կապում, որ հայ դատի ընկալումը, հայ դատի հանձնախմբի ընկալումը շատ մեծ է, դա անիրական է եւ այլն, ինչպես շատերը նույնիսկ համարում են, որ սևերն է անիրական, իսկ դուք շարունակում եք խոսել այդ մասին։ Ես ուզում եմ հասկանամ հայ դատականությունը ինչ է ձեր պատկերացմամբ եւ ինչը չեն ընկալում։ Իմ պատկերացմամբ հայ դատականությունը դա այսպես ասած բարեմիտ արտահայտություն չէ հայ հետապնդողների նկատմամբ, ինչ որ բացասական առումով շեշտադրում կա մեջը, բայց դա չէ կարևորը։ Տեսեք, մեր արածների, ասածների մասին հաջող եղել է կա սխալ պատկերացում, օրինակ։ Մեզ են վերակրում Դաշնակցության կամ Հայտադին ծովից ծով Հայաստան պահանջքը։ Նման հարց Դաշնակցությունը չի բարձրացրել։ Օրինակ, եթե նույնիսկ Խաղաղության վեաժողովին 1919 թվականի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացրել է Ավետիս Արոնյանի գլխավորությամբ, ներկայացրել է այդպիսի բան, դա չի եղել իր առաջի լիազորությունը, Երևանից իրեն դրված լիազորությունը ուրիշ բան ա եղել,
Բայց Բայց նաև Ավետի Սարյանն որում ավելի համեստ պահանջներ դնում, քան ազգային պատվիրակությունը Պողոսնուբարի։ Այսինքն իրեն Երևանից լիազորել էին ավելի քիչ պահանջներ դնելու, բայց նաև հանձնարարել էին, որ փորձի այսպես ասած լեզու գտնել ազգային պատվիրակության հետ, Պողոսնուբար Փաշայի հետ, եւ այդ բանակցությունների արդյունքում է, որբեսի դասադել հուշակիր չներկայացվի, նախ մեկը չէին ընդունելու ազգային պատվիրակության եւ այնպես չնի, որ ազգային պատվիրակությունը եւ ազգային պատվիրակության կողմեն ներկայացված զգացող մեր հանրությունը, այսպես ասած դուրս մնացած զգա, ներկայացվեց, բայց դա մենք չենք ասել։ Նույնը օրինակի համար մեր մոդեցումը հայտարարի, ոչ թե հայտարարական, հայտարարի մոդեցումը, որ դաշնակցության մոդեցումն է, այսինքն հետևյալն է։ Նույն այս Հայաստանի անկախության ժամանակ վերանկախացումից հետո, ասեմ, մենք մինչև Հայաստանի վերանկախացումը կուսակցության գեցվածն էր, որ մինչև Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե մի օր Հայաստանը անկախ լինի, պետք չէ որ հարաբերություն ունենա Հայաստանը Թուրքիայի հետ, մինչև որ Թուրքիան ճանաչի։ Մենք այս գեցվածքը բահեցինք վերանկախացումից առաջի տարիներին, մինչև որ ընդհանուր ժողով եղավ կուսակցության համապատասխան ժողովները եկան եւ այլն, եւ այդ որոշումը փոխվեց։ Որոշումը փոխվեց, եղավ, որ այդ հարցում դաշնակցությունը որտեղում է պետության կեցվածքը, Հայաստանի պետության։ Հայաստանի այսօրվա իշխանությունները դուրս տոնեն, որտեղ չեմ դեր ինչ է իրենց ուզածը կամ չուզածը, բայց մինչ այդ մինչև այս իշխանությունները, ես բայց սկիզբի մասին եմ խոսում, այն էր, որ Հայաստանը պատրաստ է ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանի։ Մենք այդ կեցվածքը որտեղեցինք, բայց առանց նախապայմանին վերաբերում է բոլորին, այսինքն ոչ միայն հայկական կողմը նախապայման, թուրքական կողմը։ Բարձ է, թուրքական կողմն էլ պետք է դնի։ Հիմա հայտարարի մոդեցումը եթե գուզեք, շագերտյալ ասեմ, որտեղ դաշնակցության մոդեցումն է, որ երբ որ առանց նախապայմանի հարաբերության մասին ես խոսում եւ հանգարց Թուրքիայի պատվիրակին հետ նստած մի հատ հայտարարության վրա ես աշխատում, որի տակ գրվում է կողմերը համաձայն են առանց նախապայմանի հարաբերություններ հաստատել, խոսքս այս իշխանությունների կատարածի մասին է։ Բայց այդ թղթից դուրս ես գալիս, արդեն 4 տարի է, քանի տարի է բանակցում են, բայց չի գործադրվում, որովհետև Թուրքիան ասում է, մինչև Հայաստանի հարաբերությունները չգարկավորվեն Ադրբեջանի հետ, ուրեմն մենք չենք կարող ինչ-որ քայլ ձեռնարկել, պարզ է, դա նշանակում է նախապայման։ Ուրեմն մենք լինեինք չենք ստորագրի նման փաստաթուղթ կամ անընդհատ կփողոքեինք հրաբարակավ, որ ստորագրել եք առանց նախապայմանի հարաբերությունը սկսել, բայց անընդհատ նախապայման եք դնում։ Մեր դարբերությունը սա գլներ։ Կամ օրինակ, մենք որտեղելով պետության որտեղած դիրքորոշումը, ասել ենք, որ Հայաստանը տարածքային հարց է, այլ պահանջներ է Թուրքիայից բարձրացնելու խնդիր չունի այսօր։ Բայց երբ որ հանգարց Թուրքիան գալիս ասում է, որ դու չես բարձրացնում, հերիք է, հերիք չէ, պետք է նաև հրաժարվես իրավունքից, այդ ժամանակ ասում ենք ոչ։ Եվ այսինքն մեկ բան է պահանջը բարձրացնելը կամ չբարձրացնելը։ Մյուս բանն է բարդատրապար հրաժարվել իրավունքից։ Իսկ իրավունքը ո՞րն է։ Դուք որ ասում եք օրինակ Սևրը ճանաչում եք որպես Սևրը չէ միայն, այլ նախագահ Ուդրո Վիլսոնի իրավարար վճիրը Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմքն է։ Ուրիշ ով ինչ ուզում է թող վիճի։ Բայց սա ոչ առաջի, ոչ վերջին պետություններն են, որ սահմանային վեճ ունեն։ Սահմանային վեճ ունեն ՆԱՏՕ-ի անդամ պետություններ։ Ես Թուրքիայի եւ հարևանների մասին չեմ խոսում, ՆԱՏՕ-ի անդամ հարևանների, Հունաստան եւ այլն։ Այլ օրինակ, Միացյալ Նահանգներ, Կանադա սահմանային վեճ ունեն։ Սահմանային վեճ ասածը իրավական տեսակետից կարևոր չէ, 100 քառակուսի կիլոմետր է, 100,000 քառակուսի կիլոմետր, սահմանային վեճ է։ Իսպանիա, Մեծ Բրիտանիա կամ Միացյալ Թագավորություն։ Այսինքն բազմաթիվ այսպիսի վեճեր կան, աշխարհում 70-ից ավելի սահմանային վեճեր կան, չի նշանակում, որ այդ պետությունները դիվանագիտական հարաբերություն չեն մշակել, դաշնակից են ասում են, ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից։ Ուրեմն, եթե նպատակը Թուրքիայի Հայաստանի հետ
դիվանագիտական հարաբերություններ հաստատել է, վարյան առաջ դա պետք է անել եւ առանց նախապայմանի դա պետք է անել, թողնելով մնացած ինչ հարցեր իրենց կողմից, մեր կողմից կան, հավաքային կկարգավորվեն։ Բայց Թուրքիան օրինակ հիմա ասում է մինչև Ադրբեջանը չկարգավորեք, մենք չենք կարող։ Իսկ Ադրբեջանն էլ ասում է առասարակ ձեր անկախության հռչակագրից հրաժարվեք, ձեր սահմանադրությունը փոխեք, որտեղ այնտեղ Հայաստանից հրաժարվեք, որտեղ արևմտյան Ադրբեջան, արևմտյան Ադրբեջանի նախկին թաթարների վերատած եւ այլն այսպես պատմություններ են անում։ Ուրեմն լրիվ ուրիշ բան է Ադրբեջանը այն խաղաղության մասին, որ մեր իշխանությունները խոսում են, իրենք մեկ ալիքի վրա են, Ադրբեջանը մեկ այլ ալիքի վրա։ Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ հասարակության որոշ շրջանակներում գուցե դա հատուկ մանիպուլացվում է նաև քաղաքական այլ նկատառումներից ելնելով, այսպես ասած հայ դատի պահանջներն ավելի լայն են ներկայացում, ավելի ճոխացված, չափազանցված եւ անիրական։ Ոչ միայն անիրական, նաեւ երբեմն այնպես են ներկայացրել, ես ուրիշների հետ էլ այդ խոսակցություն ունեցել եմ, հրշեական եւ այլն, որ ասում են փոխանակ երկրում ժողովրդավարությունը ուժեղացնենք, դուք խոսում եք օրինակ ցեղասպանության ճանաչման մասին։ Նախ մեկը մյուսին չի հագասում, սկսենք այդտեղից։ Մենք չենք ասում, որ պետք է հագասեն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ մեր աշխատանքները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե Հայաստանում գա իրական ժողովրդավարություն, ժողովրդավարական կարգեր, իսկապես ժողովուրդը իր կամքն է արտահայտել իր ընտրյալների մեջ եւ այլն տեսնում է իր ցկտումները, թիվ 1, թիվ 2 մենք երբեք նման բան չենք ասել, մենք չենք ասել, որ մեր երեխաները լավ գրթություն թող չստանան, որովհետեւ պետք է հայոց ցեղասպանություն միջազգային ճանաչում ստանա կամ Թուրքիան ճանաչվի։ Այս հակադրությունն էլ գեղձ է։ Այսինքն մենք քաղաքական հակադրություն կա, որին լրիվ դեմ ենք։ Հատկապես այս իշխանությունները, երբ որ ասում են պետական շահը տարբեր բան է, ազգային շահը տարբեր բան է։ Չէ, տարբեր բան չէ, չի կարող պետության շահը այսպես ասած մնացած ազգի շահին հակառակ լինի եւ հակառակը չի կարող մնացած ազգի շահը պետության շահին հակառակ լինի, բայց սա չի կարող դանել այն ծայրահեղության, որ ասեն, որ հա ինչ ա եղել, որ հիմա Հայաստանը բադաբար այս քարտեզի վրա այստեղ է հիմա, բայց կապ չունի հայոց ամության հետ կապ չունի, Հայաստանի պատմություն է, կապ չունի հայոց մշակույթի հետ, ինչ կապ ունի, բոլոր իրենց արժեքները մենք կարող ենք խարխլել, կարող ենք եսի ինչ արժեքներ որտեղել եւ ուրեմն այս հարցը, որ ձեր ասած նման ծայրահեղությունների տանելով, որ արդեն խոսալու տեղ չմնար, բայց իրականությունը այն է, որ ուրիշներ են ընդունել են դա իրականում եւ դա սխալ վերջը մեկնաբանել են, որ մեր ասած այն է, որ մեր ամբողջ ազգի ցանկությունները, ձգտումները մենք չենք կարող ոտնահարել։ Մենք կարող է քաղաքական հնարավորությունից, այսօրվա իրավիճակից մեկնելով ասել, որ այս հարցը այսօր կարելի չէ հետապնդել։ Վերջանը։ Բայց չի նշանակում, որ պետք է այդ բոլորից հրաժարվել, մեկ էլ կարծել, որ ընդամենը մենք էինք մեղավոր, որ մեզ օրինակ սպանեցին, չարտեցին, կամ դեղահանեցին Արցախից։ Այս ոչ անմեղսունակ է իրականության մեջ այս մոտեցումը, ոչ մանգամիտ է, այլ մանիպուլացված մոտեցում է, որովհետև եւ ցեղասպանության փաստը 20-րդ դարի սկիզբը եւ Արցախի հարցը եւ մնացածը այնպես չէ, որ մենք էինք ամենա, այսպես ասած, սպառնալիքը բոլորին Թուրքիային մնացածին եւ Թուրքիան խեղճ Թուրքիան պաշտպանվելու համար ստիպված էր մեզ ցեղասպանության ենթարկել եւ Արևմուտք Հայաստանի մեծ մասը հայատապել։ Ուրեմն այն մոտեցումը, որ եթե մենք ինչ որ բան չած, հա պարզ է, իմաստ չունի անընդհատ ելնել հարցեր։ Մենք երբեք օրինակ չենք ասել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է թիվ 1 խնդիրը լինի Հայաստանի արտաքին քաղաքականության։ Մարդիկ վերակրում են դա մեզ, բայց մենք նման ոչ չենք ասել, ոչ էլ մեր բաղվածքով այդ արել ենք։ Ցույց տվել ենք, որ այդպես չէ։ Բայց
Նաև չի նշանակում, որ հայաթափված Արցախի մասին կամ Արցախի հայաթափման մասին խոսիլը ազգային անվտանգության սպառնալիք է։ 1918 թվականի ինչ եղել է, չի եղել, անկախ որ ինչ եղել է, չի եղել, բադահածները այսօր Ադրբեջանը փորձում է որպես ցեղասպանություն ճանաչել դա ամենտեղ, մերոնք 3 տարի առաջ եղածը հրաբարակավ ասելու վախենում են։ Սա ինչ խաղաղություն է։ Մահն էլ խաղաղություն է։ Ուրեմն խաղաղություն ասածը տենց օդի մեջ ինչ որ բան չէ։ Խաղաղությունը պիտի լինի արժանապատիվ այն իմաստով, որ կողքրդված չէ մեր ինքնասիրությունը, ոչ թե որ մենք այլամերժ ենք եւ այլն, բայց չի կարելի մենք վիզը ձուր ու մեջքը ձուր ժողովուրդ որպես ապրենք եւ ուրեմն մնացածը հա մենք կհաշտվենք իրականությունների հետ, բայց իրականությունների հետ հաշտվելը դեռ չի նշանակում, որ ձգտումներ պետք է ունենա մարդը։ Շնորհակալ եմ կարևոր զրույցի համար։ Հայդատի աշխատանքները շատ են, մեծածավալ են եւ մենք մի քանի հաղորդումների ընթացքում այս մասին դեռ կանդրադառնանք, կարծում եմ ձեզ հետ կամ այլ պատվարժան մարդկանց կհյուրընկալենք մեր տաղավարում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, բարեկամներ, հիշեցնեմ, որ իմ հյուրը Սփյուռքն այսօր հաղորդաշարի հյուրն էր Հայ հեղափոխական դաշնակցության Հայդատի գրասենյակի պատասխանատու Գիրո Մանոյանը։ Հայդատը հայ ժողովրդի ազգային քաղաքական նպատակների համակարգված արտահայտումն է, որի առանցքում գտնվում են պատմական արդարության վերականգնումը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, դրա հետևանքների հաղթահարումը, ինչպես նաև հայկական պետության, ինքնության, ազգային շահերի պաշտպանությունը աշխարհում։ Սփյուռքն այսօր հաղորդաշարի այս թողարկումը նվիրված էր Հայդատին, հաջորդ թողարկումներում նույնպես կանդրադառնանք Հայ հեղափոխական դաշնակցության Հայդատի հանձնախմբի աշխատանքներին։ Մնացեք խաղաղությամբ եւ եղեք միաբան։ Կհանդիպենք Երկիր մեդիայի եթերում։